300,000 ադրբեջանցի կա Հայաստան, թե 300,000 նոր աշխատատեղ ստեղծվի Հայաստանում Սամվել Կարապետյանի կողմից։ Եթե այդ 300,000-ն եկան, մենք անկախ մեզանից սուրկ ենք դառնամ Ադրբեջանցու տեղի տակ։ Ուսո։ Այդ 300 եթե եկավ 3 միլիոն դառնան արդեն դրանք։ Մենք տուն չունենք, մեր հայերը չունեն, Սումգայիթ, չունեն Ղազախ, չունեն են մնացած Բաքուբան չունեին։ Չէին ապրում մեր հայերը։ Իսկ հիմա որ տարբերակն ընտրենք 300,000 ադրբեջանցիների վերադարձ, թե 300,000 աշխատատեղերի ստեղծում։ Աշխատատեղ։ Ամենաճիշտը։ Իսկ գիտեք դա ում ծրագիրն է այդ աշխատատեղը։ Այո։ Ես ամեն օր հետևում եմ։ Կամպյուտերի տակ նստած եմ։ Հայաթեմ գործ եմ անում, հոգնում եմ, մտնում եմ կամպյուտերը միացնում, ամեն ինչը գիտեմ։ Ամեն ինչը լսում եմ։ 100,000 աշխատատեղ ստեղծում։ Աշխատատեղն ավելի ստեղծի մեր ժողովուրդը մի կտոր հաց հառնի, իր տուն տանի իր երեխեն ուտի, քաս թե Թուրքիան դերուսը կյանստի, նորից սկսի հուպ տալը իրանց։ Ինչ դենանի։ Ով է թուրքը, որ կա հայ հողի վրա նստի, ով ալեր, հա? Խեսքան այս զոհերը տվին այդքան անմեղ երեխանց գլուխը կերան, հիմիկյալ դեն ստեղ նստի։ Իսկ որն է ճիշտ, ընտրենք 300,000 ադրբեջանցի կա, թե Սամվել Կարապետյանը առաջարկած 300,000 աշխատատեղի։ Աշխատատեղն ավելի ճիշտ է, քան 300,000 թույլ։ 300,000 ադրբեջանցի կա, թե ընտրենք Դե արդեն Կարապետյանը։ մենք պետք է քոչինգ ստենք տեղափոխենք, եթե ադրբեջանցին կա։ Դե ադրբեջանցի հետ ոնց դիմ ապրիլ ես։ Իսկ որ 300,000 աշխատատեղ ստեղծեն կարանք ապրենք։ Հա։ Ինչ կփոխվի Հայաստանում։ Դե կների հետ արդեն կոպեկ դուրս կա կապին էլի ժողովուրդ։ Դե եթե լինի աշխատատեղ ստեղծելու մեջ, ճիշտ է դա։ Չէ, պետք է անցած պետք է դառնան, որ ժողովուրդը աշխատանք ունենա, բայց պրինցիպը դա է։ Եթե այդ մարդը աշխատանք չունենա, լապաշտվոր պիտի բողոքի, դրգովի։ Անպայման պիտի աշխատանք, այդ արդեն ղեկավարը պիտի դրա մասին մտածի, էլի աշխատատեղ ստեղծի, բոլորի ցանկությունները բավարարի մի քիչ լավացնի։ Ավելի լավ աշխատատեղը։ Թե չէ թուրքը որ մեզ հետ կա մնա ոնց կլի։